Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայի YouTube-յան ալիքի եթերում, այսօր աշխատանքային օր է, ինչպես ամեն աշխատանքային օր, այսօր եւս ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումներ եւ այսպես հրապարակ օրաթերթը գրում է. Փետրվարի 12-ից կմեկնարկեն ԿՊ նախընտրական ընտրությունները, որոնք կընթանան երրորդյա ժամկետում։ Բոլոր մարզերի եւ Երևանի ԿՊ տարածքային կառույցների անդամները ԿՊ համաժողովի պատվիրակները էտապ ընտրություն կկատարեն, որպեսզի ձևավորեն ԿՊ նախընտրական ցուցակը։ Ընտրությունը կայանալու է ԿՊ կենտրոնական գրասենյակում։ Պատվիրակները հերթով կգան գրասենյակ եւ առաջադրված ու ԿՊ վարչության կողմից գրանցված 280 թեկնածուից ընտրություն կկատարեն 50 թեկնածուի օգտին։ Ապա ցուցակը կձևավորվի ռեյտինգային կարգով ըստ հավաքված ձայների։ Շատ ձայներ հավաքված անձինք ցուցակի վերևի հատվածում երրորդյա ընտրության արդյունքներն ամփոփելուց հետո կլինեն կրկին օր կսահմանեն, որպեսզի այս անգամ էլ առաջին 50 թեկնածուի միջև ընտրեն։ Նաև վարչապետի թեկնածուին, որից հետո մարտին համաժողով կհրավիրեն, որը կհաստատի համաժողովի ընտրած ցուցակը։ ԿՊ-ում բոլորը շունչները բաց սպասում են փետրվարի 12-ից 15-ին, բանն այն է, որ Փաշինյանն անգամ ամենամտերիմներին երաշխիք չի տվել, որ իրենք կունենան իրենց տեղը, բոլորին ասվել է գնացեք ձեր գլխի ճարը տեսեք։ Իրականում տեսեք, քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տպավորություն է ստեղծում, որ ժողովրդավարական ինչ-որ ներկուսակցական ընտրական գործընթաց են կազմակերպում։ Իրականում Փաշինյանը լավ հասկանալով, որ ինքը ստիպված է լինելու որոշ ԿՊ-ականների իրենց պատկերացրած տեղերում չդնել ցուցակում, որոշ ԿՊ-ականների դուրս թողեցին եւ էլի դուրս են թողելու, այս իմաստով նա հետաքրիր այսպես մեխանիզմ է մտածել, որ ինքը չի ընտրում, պատվիրակներն են ընտրում, բայց ես վստահեցնում եմ, որ պատվիրակների հետ տարվում է համապատասխան աշխատանք, որպեսզի ցուցակում Փաշինյանի սրտով դասավորվեն անունները, որոնք էլ հետո կկազմեն ԿՊ-ի նախընտրական ցուցակը։ Այս իմաստով բավական ծանր վիճակում է, ասում են Ալեն Սիմոնյանը, վերջերս Միջազգային հանրապետական ինստիտուտը հարցում էր իրականացրել եւ պարզել էր, որ Ալեն Սիմոնյանը ընդամենը հանրության 1%-ի վստահությունն ունի։ Այն պարագայում, երբ որ հայախոս դոգը ավելի բարձր վարկանիշ ունի, ԿՊ-ի ներսում էլ Ալեն Սիմոնյանը բավական վատ վարկանիշ ունի, որովհետեւ ԿՊ-ի ներսում կազմակերպված այդ ընտրությունների արդյունքում, վարչության ընտրությունների արդյունքում ինքը կարծեմ 11-րդ տեղն էր զբաղեցրել, 1 պլյուս մինուս 1, գուցե 10-12 մի խոսքով, այսինքն տասնյակ չէր մտել ամենայն հավանականությամբ։ Եվ սա էլ ցույց է, որ ոչ միայն հանրության կողմից է ինքը անվստահելի, այլ նաև ԿՊ-ի ներսում է անվստահելի։ Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի առաջավոր տեղեր տանել ԲՀԿ-ում կամ ԲՀԿ-ի դրոշի ներքո ժամանակին ծաղիկ բաժանած Վահագն Ալեքսանյանին եւ ֆեյք հանրապետական Գևորգ Պապոյանին, որոնք նաեւ հիմա կուսակցության ներսում կարևոր դիրք են զբաղեցնում, Նիկոլ Փաշինյանի տեղակալներն են կուսակցական իմաստով։ Հրապարակ թերթը գրում է. Մինչ իշխանությունը թեժ նախընտրական պայքարի մեջ եւ 24/7 ռեժիմով աշխատում է ընդդիմության դեմ, ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների падգամավորները Հայաստան դաշինքից Գառնիկ Դանիելյանը եւ պատիվ ունեմից Հայկ Մամիջանյանը գործուղման են մեկնել Շվեդիա փետրվարի 1-ից 3-ը։ Պատվիրակության ղեկավարը ընդդիմության ամենից շատ վիրավորած Ռուբեն Ռուբինյանն է։ Հրապարակ թերթը գրում է. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական գործուղմանն է մեկնելու իր լյուբիմչիկ падգամավորների ուղեկցությամբ։ Նա այսօր երրորդյա այցով Մոսկվա է մեկնում։ Պատվիրակության կազմում են նրա մշտապես ուղեկցող Հասմիկ Հակոբյանը, Սիսակ Գաբրելյանը եւ Վաղարշակ Հակոբյանը, որն ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահն է։ Եվս 7 հոգի աշխատակազմից են։ Իր հակառուսական հայտարարություններով հայտնի Ալեն Սիմոնյանն այցից հաշված օրեր առաջ զատնի է դրել երբեմնի կոշտ ձևակերպումներից։ Այս մասով մենք առանձին հրապարակում ունենք, ուստի այս հոդվածի վրա չեմ կենտրոնանում, մեր երկրորդ մասում հաղորդման ավելի մանրամասն կանադառնանք այս թեմային։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. անցած տարվա հունիսի 2-ին ՊԵԿ նախագահի մտերիմ ընկեր նախկին քննիչ եւ դատախազ Գառնիկ Մարգարյանը նշանակվեց ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ։
Այս տարվա հունվարի 15-ին ՊԵԿ-ը տեղեկացրեց, որ Մաքսանենկ ճանապարհով բջջային հեռախոսներ Հայաստան ներկրելու գործով ձերբակալված անձանց մասով քրեական վարույթ է նախաձեռնվել Պետական եկամուտների կոմիտեի կողմից Հակակոռուպցիոն կոմիտեին փոխանցված տեղեկության հիման վրա։ ՊԵԿ-ը ավելի վաղ հայտնել էր, որ Մաքսանենկ ճանապարհով բջջային հեռախոսներ Հայաստան ներկրելու վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեում բացվել էր ծառայողական քննություն։ Սրան նախորդել էր մեր հրապարակումը Երևան-Մոսկվա ուղղությամբ տեղափոխվող ոսկու ձուլակտորների մասին։ Եվ հիմա օրաթերթի իրավապահ աղբյուրները փոխանցում են, որ ՊԵԿ նավի պետ Գառնիկ Մարգարյանը հրավիրվել եւ հարցաքննվել է Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում այս վարույթի շրջանակում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի տեղեկություններով 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՔՊ-ում մեկնարկել է ներքին ակտիվ քարոզչական փուլը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ այն անձինք, որոնք ընդգրկված են ՔՊ-ի նախնական 280 հոգանոց ցուցակում, այս օրերին պարտավորվել են իրենց սոցիալական հարթակներում իրականացնել ակտիվ քարոզչություն։ Ըստ մեզ հասած տեղեկությունների ցուցակի հավաքնորդներին հանձնարարական է տրվել հրապարակային ձևաչափով ներկայացնել իրենց քաղաքական նպատակները, հիմնավորել падգամավոր դառնալու ցանկությունը եւ խոսել իշխանության ներսում իրենց պատկերացվող դերի մասին։ Նշվում է, որ այս գործընթացը կտևի մինչև փետրվարի 12-ը, որից հետո ՔՊ-ի 1000 պատվիրակները նախնական ցուցակից կընտրեն թոփ 50 թեկնածուներին։ Վերջիններս արդեն կուղարկվեն հաջորդ փուլ մարզային եւ ներհամայնքային քարոզչության, որի արդյունքներով էլ վերջնականապես կձևավորվեն ցուցակի առաջին 50 տեղերը։ Մեր աղբյուրների գնահատմամբ առաջիկա օրերին ԿՊԱ-ականները կենտրոնանալու են սեփական քաղաքական գովազդի վրա, սոցցանցերում հանդես գալով բարձրագոչ հայտարարություններով եւ ինքնագովազդային ուղերձներով, սակայն թե որքան արդյունավետ կլինի այս մեխանիզմը վերջնական ընտրության վրա ազդելու առումով դեռ դժվար է կանխատեսել։ Մինչև անցնենք Պոլիտիկ.am-ի մի քանի հոդվածների, հետաքրքիր հոդվածների շարք ունենք, առաջարկում եմ գովազդային դատար եւ վերադառնանք։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեր եթերին, առաջարկում եմ բաժանորդագրվել մեր ալիքին եւ այսպես ձեզ եմ ներկայացնում Պոլիտիկ.am-ի մի քանի հոդված։ Առաջին հոդվածը թոշակներին առնչվող այս իշխանությունների վարքագծին, որոշումներին է վերաբերում, ինչպես նաեւ թոշակների չբարձրացման ֆոնին իրենց միլիարդավոր դրամների հասնող պարգևավճարների մասին։ Օրերս մեր ձևով շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղարամանյանը հրապարակեց տվյալներ, ըստ որոնց նախագահի, ազգային ժողովի եւ վարչապետի աշխատակազմերի համար նախատեսվում է 16.7 միլիարդ դրամ պարգևավճար։ Խոսքը վերաբերում է միայն այս 3 կառույցներին առանց տեսչական եւ ենթակա այլ մարմինների հաշվառման։ Այս պատկերն առավել խոսուն է դառնում պաշտոնական հայտարարությունների ֆոնին։ Ֆակտոր լրատվականի եթերում ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ պարգևավճարները պետք է դիտարկել որպես աշխատավարձ, քանի որ իրենց աշխատավարձը բավարար չէ։ Միաժամանակ աշխատավարձերի բարձրացում օրենքով չի իրականացվում, որպեսզի պետությունը չհայտնվի նվազագույն աշխատավարձի բարձրացման պարտավորության առաջ։ Սրան զուգահեռ իշխանությունները թոշակառուներին առաջարկում են քեշբեքի մեխանիզմ, որը տեսականորեն կարող է մի քանի հազար դրամ հավելում ապահովել, սակայն գործնականում մեծ մասը դրանից չի կարող օգտվել սահմանված պայմանների եւ սահմանափակումների պատճառով։ Թոշակները իրական աճ չեն արձանագրում։ Հիմա պատկերացրեք այլ սցենար։ Հայաստանում կա առնվազն 500,000 թոշակառու։ Եթե պայմանական 16.7 միլիարդ դրամը ուղղվեր նրանց աջակցությանը, յուրաքանչյուր թոշակառու կարող էր տարեկան շուրջ 33,000 դրամ ավել ստանալ։ Եվ սա միայն հրապարակված 16 միլիարդի դեպքում։ Թիվը մի քանի անգամ կարող է փոխվել, երբ պարգևավճարների ամբողջական պատկերը լինի։ Սակայն այստեղ խնդիրը հաշվարկների մեջ չէ, խնդիրը ընտրության մեջ է։ Մի կողմում պետական ապարատի վերնախավը,
որ իր համար օրենք է հարմարեցնում, աշխատավարձը չի բարձրացնում, բայց պարգևավճարներով ներսում բաշխում է տասնյակ միլիարդներ, մյուս կողմում կես միլիոն թոշակառու, որոնց համար պետությունը թողնում է քեշբեքի կիսատ պռատ օրենքը, սահմանափակումներով եւ նվաստացնող մանր հավելումներով։ Այս իշխանության ընտրությունը պարզ է, եւ այդ ընտրությունը թոշակառուն չէ։ 16 միլիարդ դրամը կարող էր դառնալ սոցիալական արդարության նվազագույն դրսևորում, կարող էր վերածվել արժանապատիվ կյանքի տարրական երաշխիքի, փոխարեն այն դառնում է փակ համակարգի ներսում բաշխվող պարգևավճարների աղբյուրի, որտեղ նույն մարդիկ նույն սեղանի շուրջ իրար պարգևատրում են։ Սա այլևս տնտեսական հարց չէ, սա քաղաքական դիրքորոշում է եւ ըստ էության ապացույցն այն բանի, որ Հայաստանի իշխանությունները օլիգարխիկ իշխանություն են, որ այսպես ասած ժողովրդի ծոցից դուրս եկած իշխանությունը թքած ունի այդ ժողովրդի վրա, որ ժողովրդի այն լայն հատվածը, որը դժվարությամբ է հատկապես ձմռանն անցկացնում իր օրերը, դուք կարող եք ամեն ամսվա 3-ին 4-ին տեսնել քաղաքի բոլոր հատվածներում բանկոմատների մոտ հերթեր են, եւ այդ հերթերում կանգնած են թոշակառուներ, ինչու, որովհետեւ իրենք այնքան ծանր սոցիալական վիճակում են գտնվում, որ չեն սպասում, ասենք 1-2 օր հետո կամ 1 շաբաթ հետո, որ առանց հերթ բանկոմատից իրենց գումարը հանեն, եւ հենց առաջին օրը, երբ ամսի 3-ին նստում են այդ գումարները, մարդիկ հերթ են կանգնում հանելու իրենց թոշակը քարտերի վրայից, որովհետեւ ուղղակի հնարավորություն չունեն ապրելու, ֆինանսական միջոցներ չունեն։ Ահա այս ֆոնին իշխանությունները բաժան են անում միլիարդավոր դրամներ, եւ ես ձեզ ասեմ, այս հրապարակված 16.7 միլիարդը սա վերջնական թիվ չէ, որովհետեւ սա 3 պետական կառույցի մասին էր խոսք գնում, բայց կան բազմաթիվ այլ պետական կառույցներ, որոնց թվերը, պարգևավճարները արտացոլված չեն այս թվում։ Վստահաբար կարելի ասել, որ խոսքը $100 միլիոն ավել պարգևավճարի մասին է գնում։ Եթե այդ թվի տեսանկյունից նայենք, ապա յուրաքանչյուր թոշակառու տարեկան 100,000 դրամից ավել գումար կարող էր ստանալ։ Բայց այստեղ գալիս է Փաշինյանի փիլիսոփայությունը, չէ, որ 10,000 դրամ տան թոշակառուներին ինչի վրա են ծախսելու, իրենք չգիտեն ինչի վրա են ծախսելու, եւ կառավարությունը ավելի լավ կծախսի։ Վերջերս Նիկոլ Փաշինյանը նաեւ մի թվով էր հպարտացել, որ 11 միլիարդ դրամ է տրվել իբրև թե թոշակառուների առողջապահական ապահովագրության համար, միայն առաջին ամսվա 15 օրերին, հա։ Սա աբսուրդ է, բայց մյուս կողմից այդ թվի տակ կա իրականություն։ Հիշեցնենք, որ իբրև թե թոշակառուների համար դարձրել են պոլիկլինիկաները անվճար, բայց այդ պոլիկլինիկաները միջև էլ կարծեմ թե վճարովի չէին։ Այո, կան այնտեղ այս համակարգում մտցվել են նաև վիրահատություններ, բայց 1, 2, 10 կամ 100 վիրահատությունը դա վիճակագրություն չէ, փոխարեն այդ 11 որքան միլիարդ դրամը, դա իրականում Հայաստանում բոլոր ամբողջ տարածքում բոլոր պոլիկլինիկաների բյուջեի մասին է խոսքը գնում։ Այսինքն այդ գումարը նախկինում էլ է վճարվել։ Եվ սա որևէ կապ չունի թոշակառուների կենսամակարդակի իրական բարձրացման հետ։ Նիկոլ Փաշինյանը փողոցային սլենգով ասած պոլիկլինիկաների ամենամյա ֆինանսավորումը գցում է տուլի տանում թոշակառուների վրա։ Եթե խոսքը 11 միլիարդը միայն առաջին ամսվա համար է, հա, ենթադրենք, եթե հավատանք Փաշինյանին, խոսք է գնում, ասենք, տարեկան մի 150 միլիարդի մասին, եթե բոլոր ամիսները հաշվենք։ Միջինում։ Այդ 150 միլիարդը, ինչպես ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն կասեր, այդ տվեք այդ տատիկ պապիկներին, իրենք գիտեն, որ պոլիկլինիկա կգնան, որ հիվանդանոց կգնան, ինչպես կբուժվեն։ 150 միլիարդի դեպքում տարեկան ամեն թոշակառու կարող էր 350,000-ից ավել հավելյալ գումար ստանալ։ Դե դա տվեք, թող մարդիկ գնան, իրենք որոշեն, գնան պոլիկլինիկա, որ պոլիկլինիկա գնան։ Հաջորդ հոդվածը կրկին Նիկոլ Փաշինյանի իշխանության կամ ընտանիքի անդամների, կոնկրետ այս դեպքում դստեր հաջողության բանաձևի մասին է,
բանաձև, որը կարելի է խնդրել, որ այդ կրթվել է նորաձևը շարժման շրջանակում կիսվեն նաև քաղաքացիները, այդ ինչպես ստացվեց, որ այս մարդիկ ոչինչ չունեին, Նիկոլ Փաշինյանը 13,000 դրամ պարտք ուներ իրենց շենքի բակում գտնվող կրպակում, հիմա արդեն միլիոնների հետ են խաղանում։ Մարիամ Փաշինյանի աշխատավարձը 1 տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով։ Նրան պետական $27,000 արժեցող մեքենա է սպասարկում, նրա առաջ դուռ է բացվում թիկնապահը։ Հավանաբար յուրաքանչյուր մահկանացու ընթերցող այս տողերը կարդալիս կասի, որ իր կամ իր մերձավորի աշխատավարձը երբեք հաջորդ տարի չի ավելացել գրեթե կրկնակի, եթե իհարկե աշխատակիցը ՔՊ շրջանակից չէ։ Կոռուպցիան հեռու մանկ չգալու համար դիտեք Նիկոլի դստեր հայտարարագիրը։ Եթե Մարիամ Փաշինյանը 2021 թվականին Digitane-ից ստանում էր 6.7 միլիոն դրամ, հաջորդ տարի նրա եկամուտը դարձավ 19 միլիոն դրամ։ Այստեղ կա Նիկոլի գործոնը, ընդդիմադիր Փաշինյանը կասեր, որ կա, հավելելով կոռուպցիան պոզով ու պոչով լինելու տեսությունը։ Հիմա սա ինչ է, եթե ոչ կոռուպցիայի միջուղ, հարցնում է հեղինակը հոդվածի։ Այս $27,000 արժողությամբ մեքենայի հոդվածը իդեպ ասեմ մերն է, առաջինը 2018-ին կամ 19-ին մենք ենք հրապարակել, 19-ի ձմռանը կարծեմ, հունվարին, մենք բացահայտում արեցինք, որ փաստորեն Փաշինյանի դստերը եւս ծառայական մեքենա է սպասարկում, հետո պարզվեց $27,000 չի շատ ավելի թանկ արժի, որովհետեւ սերվիզից են գնել այդ մեքենան, սրահից են գնել եւ թիկնապահներ ունի, սպասարկող մեքենա ունի, փաստորեն սպասարկող մեքենա ունի Նիկոլ Փաշինյանի կինը նաեւ, ընդ որում 002 պետհամարանիշով իբրև թե պետության երկրորդ դեմքն է, ես կարծում եմ թապես այն Հայաստանի դրոշ եւ 1 թվանշանով պետհամարանիշը պետք է տալ Աննա Հակոբյանին, որովհետեւ իրականում պետության առաջին դեմքը Աննա Հակոբյանն է, Նիկոլ Փաշինյանը նրա մոտ վարչապետ է աշխատում։ Հիմա այո, եթե Նիկոլ Փաշինյանը լիներ, հարց կտար, այդ ինչպես ստացվեց, որ մարդը, որը միլիոնավոր դրամների հասնող աշխատավարձ ստանալու հնարավորություն չուներ մինչև 18 թվականը, հիմա ստանում է։ Նիկոլ Փաշինյանը լիներ, կգնար կփորփրեր, թե Digitane ընկերությունը, որտեղ Մարիամ Փաշինյանը միլիոնավոր դրամներ է ստանում, պետությունից ինչ աջակցություն է ստացել, այդ աջակցությունը որքանով է հիմնավորված, արդյոք այդ աջակցությունը կարող էր կապ ունենալ նրա հետ, որ Նիկոլ Փաշինյանի գործող վարչապետի դուստրը աշխատում է այդ ընկերությունում եւ այսպես շարունակ։ Հիշեցնեմ նաեւ մամուլը գրեց, որ Նիկոլ Փաշինյանի դուստրը այնքան ֆինանսական միջոցներ է կուտակել, որ արդեն բիզնես է սկսել, բիզնես է հիմնել ծառայությունների մատուցման կարծեմ, եւ այստեղ է գալիս հակադրությունը Փաշինյանի առաջարկել, որ տատիկ պապիկներին առաջարկում էր բիզնես սկսել, որտեղ 60 տարեկանը ամենաճիշտ ժամանակն է բիզնես սկսելու։ Ոչ մի տարիք էլ ճիշտ ժամանակը չի այս կառավարության օրոք բիզնես սկսելու, եթե դու կառավարության որևէ ներկայացուցիչ ընտանիքի անդամ չես։ Այ եթե ընտանիքի անդամ ես, դու կգնաս Digitane-ում կստանաս տասնյակ միլիոնավոր դրամներ կամ 10 միլիոնից ավել գումար, տարվա ընթացքում հետո հնարավորություն կունենաս բիզնես սկսելու։ Ուրեմն հաջորդ դրվագը վերաբերվում է ոստիկանությունում արձանագրված բռնության դեպքին, որը երեք հրապարակել էր Սյուզի Բադոյանը, եւ այստեղ էլ բացի այն, որ բռնությունը եւ սա ուղիղ հանցագործություն է պետական մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ, սա նաեւ մեկ այլ դրվագով խոսում է պետական միջոցների մսխման մասին, որովհետեւ այս ոստիկանությանը բարեփոխելու համար տասնյակ միլիարդավոր դրամներ են ծախսվել։ Տարիներ շարունակ ԿՊԱ-ական իշխանությունները պնդում են, թե ոստիկանությունում իրականացրել են բարեփոխումներ, այդ նպատակով պետական միջոցներից ծախսելով տասնյակ միլիոններ։ Սակայն այսօր լրագրող Սյուզի Բադոյանի կողմից տարածված տեսանյութը փաստում է հակառակը։ Ոչ միայն որևէ իրական բարեփոխում տեղի չի ունեցել, այլ համակարգը մնացել է նույն վայրագ ու անպատժելի վիճակում։ Տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է ոստիկանության աշխատակիցը ծեծի ենթարկում եւ հայոյում մի քաղաքացու, որը նույնիսկ ինքը կասկածյալ չէ, այլ ինչ-որ հանցագործության մեջ կասկածվող անձի ընտանիքի անդամ։ Այս խայտառակ տեսանյութի հրապարակումից հետո ՆԳՆ-ն տեղեկացրեց, որ կադրերում երևացող ոստիկանի ծառայությունը կասեցվել է եւ սկսվել է ծառայողական քննություն։ Սակայն ցանկացած նորմալ երկրում նման տեսանյութի հերոսը այս պահին բանտում կլիներ, իսկ ներքին գործերի նախարար արդեն հրաժարականի դիմում ներկայացրած։ Բայց սա նորմալ պետություն չէ, սա Փաշինյանական Հայաստան է, կամ այսպես ասած ժողովրդավարության բաստիոն։
Փաշինյանական Հայաստանում դու կարող ես անել այն, ինչ քո խելքին կփչի, եւ եթե հավատարիմ ես ռեժիմին, ապա ամեն ինչ կմնա անհետևանք։ Կարծում կադրերը բոլորից սարսափեցրեց որպես քաղաքացի, որովհետեւ անպաշտպան մարդը հայտնվել է ոստիկանությունում եւ բռնության է ենթարկվում։ Սա մի պարագայում, երբ որ սրանք ասում են, թե բարեփոխել են ոստիկանությունը։ Ոստիկանությունը չի բարեփոխվել, ոստիկանությունը ինչպես գործիք կար նախորդների դրանից առաջ եղած իշխանությունների օրոք այնպես էլ գործիք է այսօր, ուղղակի ոստիկանությանը գեղեցիկ փաթեթավորում են տվել ամերիկյան, եվրոպական, որ տպավորություն լինի բարեփոխվել է, բայց հավատացեք, որքան էլ բանին, ժողովրդական խոսքը չոբանին, ընդ որում ես ասեմ, ոստիկանության մեծ աշխատողների զգալի մասը հենց չոբաններ են, որ դուք տեսակ, որ գյուղերից դժգոհում են, որ ինչքան անասուն պահող կար, պարեկ են դարձել, գեղեցիկ հագուստ հագցնես, ինքը չի կարող գիտությունների ակադեմիայում կարևոր աշխատանքով կամ լուրջ աշխատանքով զբաղվել։ Այնպես որ նույնն էլ ոստիկանությունում չի կարող նորմալ աշխատանքով զբաղվել, այդ մարդիկ ինչ գիտեն, այդպես պիտի աշխատեն։ Ուրեմն ես ասացի, որ Ալեն Սիմոնյանի դրվագին մենք կանդրադառնանք եւ սա հետաքրքիր դրվագ է Ռուսաստանին առնչվող, երեք հրապարակվեց մի տեսանյութ հարցազրույց Factor TV եթերում Ալեն Սիմոնյանն էր եւ լրագրողի հարցերին ի պատասխան թե ինչ է ասելու ռուս պաշտոնյաներին հիբրիդային այսպես կոչված պատերազմի մասին, Ալեն Սիմոնյանը լրիվությամբ հակասում էր կամ առնվազն մեղմացրել էր, խիստ մեղմացրել էր իր ռետորաբանությունը։ 2025 թվականը ԿՊԱ-ական իշխանությունները հայտարարել էին Ռուսաստանի կողմից իբրև Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի տարի, կառավարության անդամներ, իշխանական падգամավորներ, մեդիաներ եւ վճարովի փորձագետներ բոլորը խոսում էին այսպես կոչված հիբրիդային պատերազմի մասին, այն ներկայացնելով որպես արտաքին ճնշման եւ համակարգային դրսեւորում, որն ուղղված է Հայաստանի քաղաքական ինքնիշխանության սահմանափակմանը։ Բանը հասավ նրան, որ իշխանությունները այդ թեմայով դժգոհել էին նաեւ ԵՄ պաշտոնյաներին եւ Կայա Կալասը դա բարձրաձայնեց, միաժամանակ խոստանալով աջակցել Հայաստանին Ռուսաստանի դեմ պայքարում։ Նախորդ տարի Ռուսաստանին բավականին ուղիղ կերպով Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ մեղադրած Ալեն Սիմոնյանը Մոսկվա գնալուց առաջ Ֆակտոր լրատվականի եթերում էապես մեղմել է իր խոսքը։ Կարծում եմ ՌԴ հետ լարվածության թեման շատ ավելի գերագնահատված է, քան իրականում կա, ասել է Սիմոնյանը։ Սա շատերը գնահատեցին որպես հետքայլ կամ թքածը լիզելու նման մի բան, սակայն իրականությունը շատ ավելի պրագմատիկ է։ Քաղաքագիտական լեզվով ասած այստեղ գործ ունենք ոչ թե գաղափարական վերանայման, այլ քաղաքական ադապտացիայի հետ։ ԿՊ-ում ըստ ամենայնի հասկացել են, որ առաջիկա ընտրություններում Ռուսաստանը կարող է իր դիրքորոշմամբ չնպաստել իրենց վերարտադրությանը եւ որոշել են խաղեր տալ, որպեսզի չեզոքացնեն նման զարգացումները։ ԿՊ-ում ռազմավարական առումով շարունակելու են մնալ նույն գծի մեջ հակառուսական եւ Հայաստանը Թուրքիայի վերահսկողության տակ դնելու ուղղությամբ, ինչը տեղավորվում է արտաքին հովանավորների հետ սերտ ինտեգրման մոդելի մեջ։ Սակայն այդ ռազմավարական նպատակին հասնելու համար անհրաժեշտ է տակտիկական համաձայնության կամ առնվազն չեզոքության գնալ Ռուսաստանի հետ, որպես տարածաշրջանում դեռևս ազդեցիկ ուժային կենտրոնի, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել իշխանության վերարտադրությունը։ Ռուսաստանի չեզոքությանը հասնելու համար ԿՊԱ-ականները կարող են իրենց նախընտրական երգը դարձնել Պուտին սկազալ արմյանամ դավաց պրախոդ երգը, այսինքն ժամանակավոր լոյալության ռետորաբանությունը, սակայն հենց ընտրությունների հաջորդ օրը անելու են այն, ինչի համար բերվել են իշխանության։ Փորձելու են Ռուսաստանին վերջնականապես դուրս մղել տարածաշրջանից եւ վերաձևել անվտանգության ճարտարապետությունը։ Մնում է հուսալ, որ Ռուսաստանում այս ամենը հասկանում են եւ քաղաքական հիշողության տրամաբանությամբ ավանդույթի համաձայն ոտքը չեն դնի արդեն փորձված փոცხի վրա։ Ես ճիշտ ասած վերջին պարբերության իմաստով բավական լուրջ կասկածներ ունեմ, որովհետեւ Ռուսաստանը ունի մի տրամաբանություն այդ պետությունը, իրենք ցանկացած իշխանության հետ, եթե կա հնարավորություն մի տոկոսով համագործակցելու, իրենք այդ համագործակցության մի տոկոսը օգտագործելու են։ Եվ կարող է լինել այնպես, ինչպես 21 թվականին եղավ, քանի որ այդտեղ ազդեցության տարբեր շրջանակներ էլ կան Մոսկվայում, կոնկրետ շրջանակների աջակցությամբ ստեղծեն տպավորություն, թե Փաշինյանի իշխանությունը արդեն խելք է հավաքել,
ռուսների հետ այլևս կոնֆլիկտի չեն ուզում գնալ, միայն թե մի խանգարեք կամ օգնեք վերարտադրվենք, վերարտադրությունից հետո ես ձեզ վստահեցնում եմ Ռուսաստանը շատ արագ այս իշխանությունների ջանքերով դուրս են գալու տարածաշրջանից եւ գլխավորապես իհարկե Հայաստանից։ Սա իհարկե մենք այն մարդիկ չենք, որ գնանք Ռուսաստանին իրենց շահերը բացատրենք, թող իրենք իրենց շահերը հասկանան, բայց իշխանության մոտիվացիան մեր հանրությանը բացատրելու անհրաժեշտություն կարծում եմ կար եւ դա էր այս հոդվածի նպատակը։ Հաջորդ հոդվածը ուղղակի նաեւ եթերը լավ տրամադրությամբ ամփոփելու համար հոդվածը անդրադարձ է կատարել վարչապետի տեխնացու Արման Թաթոյանին, բավական հետաքրքիր կարծում հոդված է, այնպես որ հիմա քննարկենք միասին։ Հայաստանում քաղաքականությունը վաղուց դարձել է անլուրջ զբաղմունք, այն վերածվել է մանկական խաղի, որտեղ ով բարձր է գոռում, նա էլ պետական գործիչ է համարվում։ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին այս խաղը վերջնականապես օրինականացվեց եւ քաղաքական դաշտը լցվեց պատահական մարդկանցով։ Արման Թաթոյանը այդ երևույթի դասական արդյունքն է։ ՀՀԿ եւ Նիկոլ Փաշինյանի միջոցով ՄԻՊ նշանակված Պաշտոնյան այսօր հանկարծ որոշել է խաղալ մեծ քաղաքականություն։ Թաթոյանն ու իր թիմը գրում են նամակ ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ին, հետո հպարտորեն հրապարակում են այն Facebook-ում հայերեն եւ անգլերեն, որ բոլորը տեսնեն միջազգային մակարդակը։ Մարդը, որը ցանկանում է դառնալ Հայաստանի վարչապետ, անկեղծորեն հավատում է, որ աշխարհի ամենահզոր պետություններից մեկի երկրորդ դեմքը նստած սպասում է իր նամակին։ Ավելին, սպասում է խորհուրդների Արցախի մասին, միջազգային իրավունքի մասին եւ ընդհանրապես կյանքի մասին։ Թաթոյանը նաև հայտնում է, որ ունի ապացույցներ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի նկատմամբ իրականացված էթնիկ զտումների վերաբերյալ։ Ստացվում է, ԱՄՆ-ն չունի, միջազգային կառույցները չունեն, իսկ Թաթոյանն ունի Facebook-ում։ Իսկ վերջում կուլմինացիան։ Թաթոյանը Վենսին հիշեցնում է, որ հայ ժողովուրդը առաջնորդվում է իր տատիկի խորհրդով։ Դիվանագիտություն, ընտանեկան խոհանոցից ոչ ավելին։ Արտաքին քաղաքականություն, ժողովրդական բանահյուսության մակարդակով։ Սա սխալ քայլ չէ, սա անհաջող PR-էլ չէ։ Սա քաղաքական մտածողության բացակայություն է, սա պետականության մասին պատկերացում չունեցող մարդու ինքնախոստովանություն է։ Երբ նման մարդիկ խոսում են վարչապետ դառնալու մասին, խնդիրը նրանց ամբիցիան չէ, խնդիրը այն իրականությունն է, որտեղ նման բաներն այլևս չեն զարմացնում։ Սա արդեն պետության ծաղրանք է։ Այս մակարդակի նամակների վերջում սովորաբար գրվում է «տարածեք, քանի չեն ջնջել» կամ «ողջ հայ ժողովուրդը սա պետք է տեսնի»։ Եվ ես նկատում եմ Թաթոյանի աջակիցների հետ նամակը տարածելիս, ահա տեսեք պետական մակարդակը որն է, գիտեք, իհարկե կարելի է ընդհանրապես չխոսալ այս մասին, որտեղ քաղաքական դաշտում Թաթոյանը դեռ ֆակտոր գործոն չի դարձել, բայց մյուս կողմից լավ ինչքան անլուրջ կարելի է լինել։ Իսկ մարդը կարծում է Միացյալ Նահանգները չգիտեն, որ Արցախում էթնիկ զտում է եղել, այլ Թաթոյանը որ նամակ գրեց, կիմանան արդեն։ Բայց մյուս կողմից հասարակության մի շերտ կա, որը սիրում է այսպես ռոմանտիկ մոտեցումներ աշխարհաքաղաքական հարցերին, երևի թե այդ հատվածի համար Թաթոյանը բավական ընդունելի կլինի։ Ընտրությունները ցույց կտան, թե հանրության որ հատվածն է ռոմանտիկ տրամադրված աշխարհաքաղաքական գործընթացներին։ Եվ սպասենք, տեսնենք Վենսը երբ կպատասխանի Արման Թաթոյանին։ Ես կարծում Հայաստան գալուց անպայմանորեն կհանդիպի Արման Թաթոյանին եւ կարծում տատիկից կարկանդակներ էլ բերած կլինի, վերջո այդքան այդ մարդու տատուն սիրում է Արման Թաթոյանը։ Ես հուսամ, որ մինչև Վենսի գալը Արման Թաթոյանը կորոշի նաեւ Վենսի տատիկի թոշակը բարձրացնելու հարցը, այդ նամակով էլ կդիմի, այդ հարցով էլ կդիմի Թրամփին ու միանգամից այդ հարցը կլուծվի եւ նաեւ առաջարկում եմ գտնել այլ օկուպացված տարածքներ, Թրամփի անունով ունենք օկուպացված տարածքներ, Մելանի անունով ունենք, ինչի չունենանք Վենսի տատի անունով ինչ որ օկուպացված տարածք Ադրբեջանի կողմից։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը։